Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 3-ը։ Հոկտեմբերի 27-ից որոնվող 3-ամյա Տիգրանին սպանել է հայրը, հայտնում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հիշեցնեմ, Կիրակի երեխայի մարմինը Ծափաթաղի հարևան գյուղում էին գտել։ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին մեղադրվում են նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Պաշտպանը պնդում է, պարզապես մերժել են քարոզչական հանդիպմանը մասնակցելու հրավերը, ինչը վկայող տեսանյութ կա։ Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նրանց վերագրվում են նախորդող 35 տարում գործած հանցագործություններ։ Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացված է, վճիռ դեռ չկա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է պաշտպանական բարեփոխումները, այդ թվում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները։ Թրամփը հրամայել է զորքեր ուղարկել Նիգերիա քրիստոնյաներին պաշտպանելու համար։ Աֆրիկյան այդ երկրում վերջին օրերին ջիհադիստական շարժման հարձակումներից զոհվել է 6000 մարդ։ Ալբանիայում Էմմա Պողոսյանը երկամարտի 241 կիլոգրամ արդյունքով նվաճեց Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ։ Մրցաշարում Էմման հավասարը չուներ 86 կիլոգրամ քաշային կարգում։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։